մեր գասերահի է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեկ խաղորականում է։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ագրոնոմի կապակցությամբ ասեմ, որ շատ ուրախալի է, որ հիմա մենք նկատում ենք, որ ինտենսիվ այգիներում եւ ջերմոցային տնտեսություններում ավելի ու ավելի շատ տեղացի մասնագետներ ենք տեսնում։ Այն սկզբնական շրջանում, որ կար, հիմնականում դրսի մասնագետներն էին աշխատում եւ հիմա շատ ուրախ ենք, որ մեր մասնագետները արդեն լիարժեք ներգրաված են։ Օ, այս ձեր արտադրանքն է, հա։ Ես իսկական չի, չէ։ Էսի տորտա։ Հա, տոր վայ կներեք դե։ Ես էլ կպա։ Էսի միլի քաղցր բիբարներ, ասա Պալերմո քաղցր բիբարա։ Սրանք։ Էսի դες գույնավոր բալգարսկինա։ Էսի մի հատ բան էլ ասեմ ձեզ նոր։ Սա հայտնի հաբաներո է կծու։ Հիմա սանից մենք էսա փորձարկումը վաճառքի չկա։ Քաղցր կծու ջեմ մուրաբա։ Ջեմ մուրաբա։ Ջեմ մուրաբա։ Անկեղծ պատիլն առաջ անգամ եմ լսում։ Հա, թե ինքը հայտնի է, ուղղակի մեր մոտ հայտնի չէ։ Բայց սրանք քաղցր, սրանք կլուբնիկի քաղցրության, սրանք են նոր փորձում են։ Նոր սորտերը։ Ելակի քաղցրությանը։ Այս կարմիրը ելակի այո։ Ու ավելի բարձր կարելի ասել։ Քաղցրություն։ Առաջ անգամ եմ sense բան նախ լսում, երկրորդն եմ շուկան կա։ Հələ փորձեք։ Փորձեք, հա։ Միրգ է։ Հա։ Հա, մերսի։ Սրանք էլ են հանում։ Բայց սա ավելի քաղցր է։ Սրանք դիտ կծուչիլ, նո։ Չէ, կծուները Այս ափսոս ինքը կծու ավելի լավ կլներ։ Կարելի է, չէ։ Սա ուրիշ է, ավելի ջերմալի է։ Բա դուք ո՞նց եք առնչվել, որ sense սա սորտեր է հոլանդական։ Հա, նկատի ունեմ դուք ես բիզնեսի մեջ նախկինում եղել եք։ Չէ։ 2 տարի է։ Երկրորդ տարին։ Այս նոր սորտերը։ Էսի հիմա փորձում ենք նոր սորտեր են։ Իրանք նոր ենք ստանում։ Այս մեր այսը փաթեթը Անձեռոջիկն։ Այս մեր տեղական շուկան կա դե անցած տարվանից։ Այդ շատ լավ է որ կա։ Հա։ Ես հայկական։ Իսկ որտեղ եք արտահանում հիմնականում։ Ռուսաստան ենք արտահանում։ Հիմա փորձում ենք Եվրոպա, Դուբայ, փորձում ենք անենք, այս տարի կանենք երբ։ Բայց այս շուկան մեր կա։ Մեր շուկան ուզում է այս գույներով, բայց դուրսը ուզում են մենակ կարմիր գույներն։ Շատ լավ։ Երբ է հիմնադրվել։ 24 Իսկ ինչով են օգնել կառավարության ծրագրերը ձեզ։ Իսկ ինչով են խանգարել։ Ոչ մի բան։ Չէ, իրոք անկեղծ։ Չէ, մի հատ օրենք 3 ուժի մեջ մտավ, շինթույլտվությունները թանկացել են։ 3 օրենք ուժի մեջ մտավ, լավ մեղմացրեցին։ Դա նշանակում է, որ պլաններ ունեք նոր կառուցում։ Մենք այս տարի պետք է սկսենք, բայց չսկսեցինք։ Հիմա այս 5 հեկտարը սա է, ունենք 6.5 ու ռակաբուծություններ ենք դիմել։ Կա չէ ծրագիրը։ Այո, իրենք շահառու են։ Անցած տարի ինձ համոզում են, որ դադարեցնենք այդ ծրագիրը, ասացի չէ։ Չէ, հիմա պետք է շարունակենք։ Պետք է շարունակենք։ Մենք դիմել ենք արդեն։ Շատ լավ։ Մենք ծրագրին որ էտել անում։ Որովհետև այդ ծրագիրը պետք է աշխատի, տարբերակ չկա։ Դու ես մեծ եմ անում։ 10 Ավելի լավ։ 18 տոննա է դրած։ Ավելի Բայց լավ։ եթե մեծ լինի, ավելի լավ կլինի, էլի։ Ավելի լավ Այս է։ բիզնեսը միայն մեծ դեպքում է հետաքրքիր։ Իսկ կներեք, էլի հողերը ոնց եք հավաքել իրար։ 100-ից նոքուց։ Դժվար շատ։ Շատ դժվար Երկու տարի։ խնդիրներով։ 2 տարի։ Շատ լավ։ Մենք հիմա դրա մասին շատ ենք մտածում, որ հողերի խոշորացման սերտիֆիկատ կներեք։ Սերտիֆիկատ ունենք դեռ հանած։ Ստանդարտներով է սարքել ենք, էլի։ Գլոբալ GAP եվրո ստանդարտներին համապատասխան, որ թույլատրում է
քո ապրանքն է, Եվրոպայում կարող եք այսինքն քո ընթացիկ գործողությունները համար Դե արդեն անկեղծ ասած վիզուալ տեսնում ես, արդեն պատկերացում կազմում ես, թե ինչի հետ գործ ունես էլի։ Դե դրա համար եմ ասում, որ այն գյուղատնտեսությունը, որ մենք գիտենք, այս գյուղատնտեսությունը 15 տարի հետո չի լինելու ուղղակի, չի լինելու։ Այս ձևով չի լինելու։ Բարձա ջերմով։ Պարմիկներն են Հայաստանում։ Հա? Պարմիկներն։ Միանշանակ։ Միանշանակ համաձայն։ 135 միլիարդի էքսպորտ անում։ Միանշանակ համաձայն։ Դե որ ասում եմ համերգասրա, հա, համերգասրա, հա, էլի։ Դա Բան ասել ես, այս սիստեմը սա գյուղատնտեսության հետ այս կապը չունի, Հա։ Կան կոնտրոլ կարող են կանեն, բայց կրունտինը դժվար է անում, բաները ինչ է կանում, թփերը։ Հիմա այդ ռակի այդ միտքը տեյցանք է, որ ռակի սնունդի մեջ կանանչ բիբար, պես բաներ գնում է, սրանով միտքը ծակեց, որ ռակ է լանում։ Այդ ամենալավ տարբերակն է, երբ որ մի բանը բերում է շրջանաձև տնտեսության կոնցեպտը, էլի, որ թափոն չառաջանա, ինքը անընդհատ մի բանից ստացվի երկրորդը, երկրորդից երրորդը, երրորդից չորրորդը։ Նաև արևային պանելներ ունեն, պարոն Արչապետ, որը որ նաև այդ հակաբուծության ժամանակ էներգիայի ծախսն է նվազեցնում, որովհետև հիմնականում այդտեղ էներգիայի ծախսն է լինում մեծ մասը։ Սա մենակ տնտեսական չի, հասկանում եք, սա արդեն քաղաքակրթական փոփոխությունն է, որը մեր երկրում տեղի է ունենում, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք աջակցում ենք եւ այդ աջակցությունը շոշափելի է ու ինչքան մենք արդյունքը տենանք, այնքան ավելի կողոքեվորվենք, որ ավելի ու բայց մենք նաեւ ինչ ենք ուզում ենք մեր գյուղացիները ովքեր աշխատում են, էլի հողի վրա տեսնեն այս ամեն ինչը։ Հա, դուք ասեմ գյուղացիների մի քիչ պետք է այս արտադրության կրթություն սնուցել, որտեղ Միանշանակ։ ես մենք նույն բերանք Պան Խոջոյան, հա? Հա, աղամիսից ենք մենք, դեսպել ես բայց կապ ունի։ Ես մի աստար առաջ ծառ բերեցի դրեցի, հետո իսկոն։ Ծառում դրեցի, հաշում եմ, փոփոխվեցա, գյուղացիք եկեն նկարում են, ես ուզում սկայլ ասես բաներ, դիտա 10 տարի հետո է փոփոխվել։ Չեն իմանում։ Պան Խոջոյան, մենք ստադի թուրեր ունենք ընդհանրապես։ Իրականացնում ենք, պարոն Արչապետ, Պետք է շատ ինտենսիվ անել։ ինտենսիվ այգիներ ենք իրականացնում, որովհետև ջերմոցային տնտեսությունները մի քիչ խուսափում են մարդկանց ոսկը, որովհետև զգուշավորություն են ցուցաբերում նաև հիվանդությունների վարակներ չբերելու, բայց մի բան էլ պարոն Արչապետ ուզում եմ նշել, որ իրենք նաև օգտագործում են միջատներով պայքար, այսինքն վնասատուների դեմ պայքարում են միջատների միջոցով, որոնք բնական թշնամիներն են վնասատուների, բայց չեն վնասում բույսը։ Սրանք օգնական միջակներ են, որոնք որ պայքարում են մեր թշնամիների Բայց հիմա փակա ինքը թե բացա դուրս է։ Չէ, բացա դուրս է գալիս, այդտեղ մի հատ անցք կա, այդտեղից դուրս են գալիս ու բազմանում են։ Դուրսը չի վնասում, բայց վնասատուի բնական թշնամին։ Հայաստանում բիբարի ամենամեծ այդ մորմա չէ՞ լինի։ Տրիպսը։ Ամենաբան վատ թշնամին դա է։ Մեղուները ուր են։ Հոլանդիա Մեղուներն են, հատուկ Հայ քեզ բան։ Դա Բնական միջոցով 4-ից 5 շաբաթ մոտավոր ռադիուսով եմ, էլի։ հա փոխում ենք։ Հա, Ֆրանսիական ջերմոցներն են։ ամիսը մեկ անգամ ձեռք ենք բերում նորը։ Հա նպաստում պարոն Արչապետ, եւ նույնանման նույն տեսքի արտադրանքի եւ արտադրանքի արտադրողականության բարձրացմանը, ներկայացության բարձրացմանը։ հոյակապ է ուղղակի։ Ֆրանսիայի նախագահը ասում են կավագանները ջերմոց։ Հա։ Այո, ֆրանսիական Շատ լավ, հաճույքով։ 3-4-ին, հա։ Եթե իրանք ցանկություն հայտնեն, հաճույքով։ Հա, ինքը ֆրանսիական ջերմոցներ է։ Հա։ Հետո Էսի մենք սարքեցինք ամենաբարձր։ Իսկ իրենք գալիս են հավաքում են։ Չէ, հավաքում ենք մենք, իրանք գալիս են
Իսկ սա ինչ է։ Դա լիֆտով աշխատողը բարձանում է քշում է հավատում։ Այսինքն սա ինչքան կարա բարձր։ Վերևն է բարձր։ Մի բարը 7 մետր բարձրանում է։ Մենք հլա կտրում ենք ավելի շատ։ Կտրում են։ Այ քեզ բա։ Սենց հերթականությամբ ըստ իր բաների, ծաղկման փուլերի ինքը բարձրանում է ու մշակում ենք իրեն։ Դեռ արդեն սորտերն է դրա։ Որ ասեն 7 մետրանոց բիբար կխնդայինք, չէ։ Ծառի պես բարձրանում։ Կխնդայինք։ Լավ անեկդոտների բանի ձեռարնել ու բանի առիթ կդառնար, որ մեկ ասել 7 մետրանոց բիբարի ծառ կա։ Տեսակն է հավաները։ Որ մուրաբա ջեմը ստացել են։ Աշխարհի ամենակրկների շարքին է պատկանում։ Մենք գիտենք Չիլին ամենակրկին, Չիլին ամենակրկին։ Իսկ ես այն կարմիրներ որ Դա մինիներ են։ քաղցր։ Դա 20 տեսակի բիբարը սորտը։ Փորձարկումները դու շատ են։ Այստեղ կարելի է մի 2 ժամ նստել հանգստանալ։ Շղայնացած վախտում է քայլում են։ Մեր համար բան եմ սարքում փորձում եմ։ Ու ավարի դոմ հա։ Շատ լավ։ Ենանք ինչա նոր ընտանիք եկել, ես կանանչը որտեղ է թաղում են կամ գնում է գետին։ Իսկ մեր հայկական տարբերակով խորոված անելու բան լինում է, թե չէ։ Այն դեղի մինի բիբարը խորովածի ինքը քաղցր չի կարմիրի պես, բայց խորովածի ժարիտի շատ արամատի լավ բան է։ Ոստանից շոտ։ Մեր որակը, ձեզ ասում, Հոլանդիայից է։ Կարևորը որակն է, որ որակը Համը որակ մեկ ասպառողը գալու է որակի վրա, մի քիչ դանդաղ է գալու, բայց գալու է, տարբերակ չկա։ Հա? Հա, հետո։ հա, Շատ լավ, նել գույներն է։ շատ լավ։ Հիմա Հունաստան խոսում ենք, ուզում ենք մի ավտովար, Դուբայել ենք խոսացել, ուղարկենք անցած տարի չհասցրեցինք, Դուբայի համարը լավ շուկա է, ավելի բարձր գինը սաղթել։ Բայց հեսա Հունաստան, Ֆրանսա, խոսում ենք ուղարկենք։ Պարզա, որ արդեն ստեղ կողմնակի հարցեր չկան, աշխատանքի հարցա, որտեղ ստանդարտին ամբողջությամբ համապատասխան Եվ սերտիֆիկացված։ Իրանք գալիս են շատ խիստ են պահանջները։ Իսկ կներեք, էլի մի թուփը ինչքան ժամանակ է բերք Մի տալի։ տարին մեկ փոխում են բոլորը։ մի քառակուսի մետր Այս կակոսն էլ հետ է, Շրի Լանկայից է։ Սա Ամեն ինչ։ հետը մի տարին մեկ փոխում են բոլորը։ Սացիլը ստեղ տեղում են կաճացնում, դե սացիլը անց է պետք է։ քառակուսի մետրից Դե բայց արդեն շատ բան է, լավ, էդ էլ քայլ առաջ է, երբ որ սացիլը աճացվում է, որովհետև մի ժամանակ Հայաստանում հիմնականում բերում էին սացիլները, բայց եթե այստեղ արդեն աճացնում է, Այդ արդեն նոր հարթություն է։ Վերահսկողությունը տենց ճիշտ է։ Մի հատ այդ թփերի վրայի բիբարները ցույց տուր, էլի։ Հələ մի րոպե արի, էլի, մի րոպե արի։ Հələ մի հատ ստեղ այս սենց ցույց տուր, էլի բիբարները։ Սենց գնա։ Մի կետ հոպ դու մի մտի։ մի քառակուսի մետրից Արի։ 30 կիլոգրամ ստանում։ Տարեկան։ Մի քառակուսի 1500 տոննա, այս 5 հեկտար է, այլի։ 1500 տոննա վերքն է։ Այս արկղի արտադրություններն են։ Սա բազը ուզում են կանանք ինքնարժեք։ Այդ շատ լավ է, Սա այդ շատ լավ է։ Բայց հիմնականը այս սորտն է, հա, ինչքան հասկացա։ կարմիրը, չէ, այնտեղ շատ չգնացի։ Հա չէ, բայց օրանժ, հա։ տեսա օրանժ հասանք։ Օրանժ հասանք։ Որ բալգարսկի ասում են, բայց ինքը տենց բալգարսկի չէ, Հոլանդիայից են կարմիր սերները։ Նաև բան վարչապետ, նախորդ տարի 2025 թվականին արտահանել ենք 15300 տոննա պղպեղ, սա 4-ի համեմատ մոտ
4-ից 5000 տոննա ավել։ Հիմա մենք հեսա ավելացնում ենք, էլի ֆինանսավորման ենք սպասում։ Մանգերի։ Դա կոմունիկացիան բանը 20 հեկտարի ենք, էլի քաշը։ Ինքը ավտոմատ, սա բացվում, նայեք ոնց է վենտիլյատորն միացած, հա։ Դրածա խոնավությունը 70, ինքը եթե բարձացա, վենտիլյատորները ավտոմատ միանում, ծրում է։ Քամի եղավ, շոկ եղավ, գրադուս դրածում, չէ ջերմաշրջանը, պատանը բացվում է։ Քամի եղավ, փակվում է, այն կողմն է բացվում։ Սա ավտոմատացված է, էլի։ Ու փչվում է իմ այս տելեֆոնները երկու տակը, էլի։ Ավտոմատ հա փչվում է։ Այսինքն 2 տարի է որ այս բիզնեսի մեջ է։ Երկրորդ տարին է, որ բանը գնում ենք։ Նախկինում այս բիզնեսի մեջ չեք Չէ, եղել։ ես շինարար եմ եղել։ Ջերմոտ սարքում։ Այս սատիներն, հա։ հա։ Հաճախում ենք, հա զապազ, որը որ վնասվում է դնում ենք։ Սերմը դնում ենք, այսինքն։ Ցանկի process-ն է։ Այս ինքը սենց կանաչա սորտը թե շուտա քաղաց։ Շուտ թաղում ենք, Հա։ մեր հայկական շուկան սվետը գույներով ա ուզում։ Կանաչ դերին բոլոր գույներով։ Ահա։ Այսինքն խոհանոց կա, խոհարար կա, թե աշխատողների անց հետ ուտելիքներ են։ Հա։ Ստեղ պրիվա համակարգը, որը կառավարվում է, պետք է այն բանով քշում են, կապում են իրար, բերում են փաթեթավորում ունա, էլի։ Դեմա հաստոցել են հոլանդացի գումարը։ Իսկ քաղելուց հետո բերքը ինչքան կմնա, որ ասենք փչանալու վիճակին 48 տարի, դրա համար ենք դիվարը։ դուք պահեք 40-ով։ Սառնարանով գնա հասնի 40 օր մնա ինքը։ Պլյուս 7-ից նաշճան ջերմաշճան ռեժիմ։ Հիմա մենք ստենայք, բերում ենք շոկին համարը, նա սառասում, սենց եթե մենք դնենք հատերները, կանդիսատ հանում, որ ոսում է։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ստեղ փողում ենք սառում, հա, հիմա ձերքով ենք։ Այսինքն սառնարան չեք դնում, կանդիցիաներով եք սառացնում։ Չէ, հիմա ստեղ ջերմաշճանը 15 պահում ենք, բերքը սառում է, նոր ուպակով տեք ենք պանում, մտնում է սառնարան, հենա Հա, սառնարան։ սառնան ունի։ Նոր սառնարանից մեքենան արվում է։ Շատ լավ։ Հիմա ուրեմն ձերքով ենք անում, բայց հաստոցը մանասում ու հաստոցը։ Պալետավորվում է, ես հիմա տեղի շուտ եմ, պալետավորումը կշռվում է, հետո ես նիմացում։ Մտնում է սառնարան, նոր ենք բեր քաղաքում, սառնարան է, ասում մեքենա։ Սա այս տարվա թփերն են, որը դրել եք։ Էսի նոր հիմա այսքան օր է, որ արդեն բեր քաղաքում ենք։ Չէ, բայց իրա ինչ չափով եք տեղադրում։ Ինքը Իրան ինչքան։ այս չես փոքր Հա, չափ ենք։ նկատի ունեմ այս թփերը երբ է դրվել։ Նոյեմբերի վերջ։ Հա։ Նոյեմբերի վերջին ցանկը։ Մինչև նոյեմբեր բերք Մինչև կտա։ նոյեմբեր մենք բերք ենք ունեցել անցած տարվանը, երբ որ ավարտվել է։ Ընթացքում արդեն հանել ենք անցած տարվա ամբողջը դատարկվել է ջերմատունը, նորից ցանկը կատարելուց հետո սածիլը ըստ համապատասխան չափի տեղադրվել է։ Իսկ հիմա արդեն բան է մուրաբա ջեմը կդնեք արդեն արտադրանքի, թե դեռ հələ փորձարկում եք։ Չէ, փորձարկում ենք։ Մենք պատվիրում ենք գործարանի, մեր համար, մեր պատվիրով գործարանն այն փակում տալիս են լեզի։ Ստեղ թե դրսում։ Չէ, ստեղ։ Հա։ Ամերիկայի ուղարկել լավ ռեզուլտատներ ենք Ամերիկա ստացել, կարող է 500 խանութանոցից հետ կամ կա։ Հոյակապ կլինի։ Ինք օրիգինալ բան է։ Հոյակապ։ Շատ օրիգինալ բան է։ Ստեյքերին Դա Ամերիկայի։ Ոչ կծու։ Բան չի քաղցրից չեք սարքում։ Քաղցրը կծու է։ Ինք կծու մուրաբա է ստացվում։ Կծու մուրաբա, կծու ջեմ։
Կիրակացում համակարգում է։ Դա շատ տպավորիչ է, շատ։ Ցանդերցարաններն հա քշել։ Նորմալ է ընդհանուր ընկերության վիճակը լավ է։ Աշխատում ենք օրը։ Դե աշխատանքը դե առանց աշխատանքի ոչ մի դեպքում Պետք է ավելանանք ինքնարժեքի համար իջացնելու էլի։ Էսի իրիգացիոնն է, դերիվատը գալիս։ Իսկ ջուրը որտեղից եք Ջուրը վերցնում։ հիմա վիոլան մեկ է բանի ֆիլտրացում ուզում ենք դրել, ռոռոկման ջուրը ֆիլտրացնենք։ Էդ էլ պարտանյութերն է լցնում եք մեջ։ Գալիս է խառնում են։ Էկոնոր դե համակարգով ջրում են տալիս։ Նայած եղանակից էլի։ Հատուկ պարտանյութերով ինքը արդեն սնդար հեղուկը այստեղ սարքում ենք առանձին բակերի միջոցով, արդեն միքսեր բակի մեջ խառնվում է, արդեն այդ սնդար հեղուկը գնում է ինչ որ պետք է բույսերին, գնում է հասնում է իրան։ Իսկ ներեք դուք որտեղ եք մասնագիտությունը ստացել։ Ես ագրային համալսարանում եմ ավարտել, դրանից Հետո? հետո անմիջապես գնացել եմ Սպայկայում եմ աշխատել, հետո տեղափոխվել ենք արդեն այստեղ եմ։ Այսինքն լրացուցիչ կրթություն չեք ստացել։ Չէ, մենակ ագրային համալսարանում։ Դե հիմնականում պրակտիկայում ոնց որ տեսական գիտելիքները վեր են կացել պրակտիկայով։ Շատ լավ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Էս Ստատիլի համար մենք մեր ձևերով ստացել ենք, ստացել է վերը պայստավորում ենք։ սա ինչ է։ Դա կարծածում է։ Ընդհանուր տաքացման համար։ Այս կարծան է։ Ահա։ Հետո էկոլոգիստի բանը նույն դեպրոցները գնում են Գազը գնում է մեկից CO2 գազը։ վերադարձնում ենք բան էկոլոգիայի պետք է դա։ Շատ կարևոր է։ վերադարձնում ենք Այսինքն վերադարձնում եք թփերին ձեր։ Առուների տակը շրաններով ինքը օդը տալիս է։ Դա Դա նպաստում է էլի համաճի զարգացման կուրսի։ Մենք ավելանանք տեսականներ լոլիկել ենք։ դե հիմա ծրագրերի աջակցության ծրագրերը հասանել են, չէ՞ ձեզ։ Հա։ Մենք հիմա Իհարկե։ Արդեն ինչքան ժամանակում, այսինքն մեր փաստորեն մեր այդ ուղղությամբ աջակցության ծրագրերը ռեալ աշխատող ծրագրեր են, Ո արժեքդ նաև երբ մենք սահմանեցին, որ աջակցում ենք ոչ միայն փոքր ջերմականային այլև մեծերին, եւ մեծեր ասելով սահմանափակումը ավելի մեծացրեցին մինչև 15 միլիարդ դրամ։ Իհարկե տարբեր տոկոս դրույթներով ենք աջակցությունը բաժանված, մինչև 3 միլիարդ 3-ից 9-ից 15, բայց դա մեծ խթան հանդիսացավ եւ դե հիմա պետք է նայենք, պրակտիկ զգում որովհետև մեր քաղաքականությունը ինչը պետք է լինի, ովքեր արձագանքում են, մենք էլ իրանց պետք է արձագանքենք, որովհետև մեր աջակցության ծրագրերի մեջ ինչ խնդրեմ կա, հաճախ լինում, նույն խեցգետինը, ասենք կա միջև մի հատ թե երկու հատ հայտ ունենք, չէ՞։ պրակտիկ արտադրություն չունենք, հայտերն են, Չէ, որովհետև տեսեք, ինչի համար եմ ասում, մենք սահմանամերձի ծրագրից հասկացանք, որ մարդիկ միջև հնարավորությունը, այսպես ասած, մարսում են, ինքը ժամանակ է անցնում։ Դրա համար մի տարի, 2 տարի է բանը, խեցգետնի, թե մի տարի է, 2 տարի է խեցգետնի ծրագիրը, տենց գաղափար կա, որ փակենք, բայց ես ասացի չէ, եկեք պահենք, որ նախ դա ակնհայտ է, որ Հայաստանի համար հնարավորություն է, եւ Հայաստանը ժամանակին Սևանում, երբ որ լիքն էր խեցգետինը, մեծ բիզնես ձևավորվեց խեցգետնի, այսինքն այդ կուլտուրան գոնե նախնական այդ պրիմիտիվ մակարդակի, բայց ձևավորվել է եւ դրա վրա կառուցման հնարավորություն կա։ Եվ այնտեղ որտեղ մեր ծրագրերին արձագանքում են, որովհետեւ շատ դեպքերում մենք այդ խնդիրն ունենք։ Ծրագիրը կա, ծրագրին ենք սպասում։ Ինչքան արձագանք են, մենք էլ պետք է արձագանքենք, որպեսզի տեսեք, հիմա նույն հողերի խոշորացումը, չէ՞։ Մենք ինչքան ծրագրեր ենք անում, բայց ակնհայտ է, որ մասնավորը ավելի էֆեկտիվ է խոշորացնում։ Հիմա հողերի խոշորացման ծրագիրն էլ պետք է ինչ-որ ձևով այդտեղ աջակցության ինչ-որ ծրագրեր անենք, որովհետև պետական մարմնի միջոցով երևի չենք կարելի շատ էֆեկտիվ անենք։ Դրա համար մասնավորը ով որ անում է, ասենք խոշորացնում եք, այդտեղ էլ է պետք է բան անել։ Այսինքն ոչ թե գնանք այն ճանապարհով, որ քննարկում ենք եւ զգում եմ, որ
հորետեսություն կա, հասկանում են փաստարկը, ուրեմն գնանք այս ճանապարհով, մասնավորին ասենք, դուք խոշորացրեք։ Դուք խոշորացրեք, այսինքն մասնավորը ընդ որում կարա մեկը հանդես գա որպես ներդրող, երկրորդը կարող է հանդես գա, որ ինքը խոշորացնում է, վաճառում է, եւ գնանք այդ տրամաբանության։ Կարծում եմ լավ շատ դժվարությամբ քարեր բաներ Բացի պարնիկից ոչ մի բան չէ, բայց առնելուց մի առնում ես, երկրորդ օրը մի անգամ բոլորի գները թանկացնում են։ Բնականաբար։ Չէ, դա նորմալ է, բա ներդրումը հիմա այս ձեր ներդրումը տանգինն էլ տանգնի վրա էլ ազդելու, հողի գնի վրա էլ ազդելու։ Աշխատատեղեր է ստեղծում, մի հեկտար ջերմոցը միջինում 11-ից 12 նոր աշխատատեղ է ստեղծում, այստեղ շուրջ 5 հեկտարին չէ 40 հոգի ներսում աշխատող են։ Մենք հիմա մի Մենակ 20-30-ի կարիք Այստեղ մոտակա բնակավայրը որն է։ ավտոբուսներով Նոր Հաճ։ Եղվարդ, Նոր Հաջան ավտոբուսներով տանում բերում են։ Շատ լավ։ Մարդիկ պատենցիալ քաղաքակիրթ պայմաններում սնվում են։ Հողերն էլ առել ենք, մեծ մաս առել ենք, կոմունիկացիաները բերել ենք, մնում է այս տարի չասել ենք բանկերի հետ հարցում ու Շատ լավ։ Եվ երեք էլ ազգային ժողովի տեղական կողքերի վճարների մասին Երեք ընդունվեց։ փոփոխությունը շատ մեծ տեղական արձագանք է արել։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար։ Առայժմ ուրախ եմ շատ։